Ռուսաստան, Հայաստան, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այժմ խոսենք այն մասին, թե ինչ են ռուսամետները սկսել ակտիվանալ և ինչ է պատրաստված նրանց համար, որ այդպես ուրախացել են։ Բայց մեզ ինչ է սպասում դրանից իրական Հայաստան սիրող և իրական հայերին, ինչ է սպասվում այդ ամեն ինչից։ Պատահական ոչինչ չի լինում, և այստեղ նաև որ աշխարհը, նաև աշխարհի հայերը և քրիստոնյաները շատ իրենց մեջ չքննարկեն ամեն ինչ, բրուտը հարցը տանում է այլ ձևով։ Երկու ծաղրածուները, ինչպես բոլորդ գիտեք և գաղտնի, և հետագայում մամուլի առաջ ելույթ ունեցան Ալյասկայում, երբ որ հանդիպեցին այս երկու բրուտյան ծաղրածուները, և ինչ քննարկեցին մեր թեմայով, որն է այստեղ հարցը, և Ուկրաինայի հարցով։ Իմիջիայլոց ասեմ, Ուկրաինան Սովետական միության քանդվելուց հետո անընդհատ փոխվում էին նրանց ղեկավարները, և մեկ անգամ Յանուկովիչին դրեց սա, մնացածը բոլորը բրուտյան ծաղրածուներ են, և Յանուկովիչը նույնպես, քանի որ Պուտլերը նույնպես հանդիսանում է բրուտյան ծաղրածու, և դրվել են ֆիլմերը, որոնք կարող էիք դիտել։ Քանի որ բրուտերին ձեռք չի տալիս ոչ կազմավորված Ուկրաինա, այսինքն Ուկրաինայում հնարավոր է տարբեր ուժեր և հնարավոր է նաև տարբեր երկրներից տարբեր ուժեր գային այդտեղ կառավարելու երկիրը, և Ուկրաինան կարող էր արագ զարգանալ, քանի որ ուներ 45 միլիոն բնակչություն, ուներ Չեռնոբիլը, ունի նոր ատոմակայաններ, և որի շնորհիվ կարող էր Ուկրաինան ատոմային երկիր դառնալ, ինչպես Ռուսաստանն է, Անգլիան, Ֆրանսիան և այլ երկրներ։ Դրա համար բրուտները Պուտլերի ձեռքով Ուկրաինան բաժանում են և ոչնչացնում, քանի որ նրանք ոչ միայն Ուկրաինան, նաև բոլոր երկրներին ատոմից զրկելու են, որպեսզի չունենան ատոմային զենք, և դա էլ պատահական չէ, երբ որ Իրանի ազգայինները, ոչ կառավարությունը, ազգայինները նույնպես փորձում են ատոմային զենք ստեղծել, դրա առաջը առնում են տարբեր ճանապարհներով, և Իրանի դաշնակիցները նույնպես այդտեղ լուռ են, քանի որ բոլորը ծաղրածուներ են։ Այժմ ինչ է պահված մեզ համար, և այստեղ բրուտները սրան ինչ էին հանձնարարել, որ սրան տվեց թևեր, նախ Ուկրաինայի մի մասը վերցնել Ռուսաստանին, իսկ երկրորդը դա Հայաստանի հարցն էր։ Քանի որ 90-ական թվականներին պետք էր բարձրացվեր նաև Արցախի հարցը, հենց ԿԳԲ-ն ունենալով Արցախում իր համախոհները և ստրուկները, որոնցից ամենահայտնին ձեզ Զորի Բալայան կոչված այդ տականքն էր, իբր Արցախը անկախանում է։ Արցախի այդ անկախությունը ստիպեց նրան, որպեսզի կես միլիոն հայեր այստեղից հեռանան, իսկ եթե այսօրվա Ադրբեջանում
լինում էր եւ Արցախը առանձին հանրապետություն, ինչպես լեզգիները եւ թալիշներն են, միևնույն ժամանակ Բաքվի կես միլիոն հայերը, Բաքու Սումգայիթ Գանձակ, ապա ադրբեջանցի կոչվածի իզն ու թոզը այդտեղ չէր երևա, որքան էլ նրանք փորձեին արդեն պետականորեն ճնշել, քանի որ սովետական միության ժամանակ այլ սիստեմ էր, ապա իբր դեմոկրատականի ժամանակ կարող էին հայերը ղեկը վերցնել իրենց ձեռքը, դրա համար նախ պետք էր հայերին քշել, հետագայում, որպեսզի հայերը թեկուզ բրուտի տված այս քարտեզով մնան, պետք էր նաև Արցախը առանձնացնել, և դրա համար Արցախը նորից հայ սրիկաների, Հայաստանի ոչ թե հայ այդ տականքների միջոցով Արցախը նորից հանձնվեց ազերիներին։ Մյուս ֆիլմերում, թե որը ինչով է զբաղվել, սրանց հետ ինչ կապ է ունեցել, ինչպես են իրենց նարկոբիզնեսով միլիարդներ դիզել, որը հետո բրուտը կվերցնի, ինչպես սրա ծառաներից է վերցնում իբր ուկրաինական պատերազմի համար, բայց այստեղ ինչ են նրանք քննարկել և քննարկվող իրավիճակում ինչ է Հայաստանին սպասում։ Դրա համար պատահական ոչինչ չկար, նոր դավ է կազմակերպում Քորշունը, նա իր տանը հանդիպում է Օվերչիկին, Օվերչիկա, թե ինչ է այդ Ռուսաստանի դեսպանին, այսինքն Ռուսաստանի դեսպանը արդեն սրանց պայմանավորվածությունը, որը բրուտներն են ամեն ինչ գծում, սա ծաղրացույ և սա, այդ ամենը և ինչ տեսք է ունենալու աշխարհը հետագայում, կատարվեց մի այլ բան, և սա ուրախությունից իր տուն հրավիրեց Ավերչուկին, որը ամենագաղտնի տեղն է, և այնտեղ քննարկեցին հարցը, քանի որ այս շունն է, այսքան տարի, 88 թվականից հետո Հայաստանը ավիրում, կործանում և լրտեսացնում Հայաստանը։ Եթե մենք ասում ենք Նարևմանով, Սերժ, Ումուդով, Ռոբիկ կամ Նիկոլ, նրանք մեղք չունեն այստեղ, այս բոլորը սա է ստեղծել։ Հայաստանում շատ են բողոքում, որ գործ չկար, դրա համար մի մասը դարձան գործակալներ, դա էլ է ճիշտ, քանի որ սա փակել էր բոլոր ճանապարհները, որպեսզի մարդիկ գումար աշխատեն, միայն մնում էր կամ լրտես դառնալ, կամ սորոսական, կամ այլ կազմակերպության ծախված անդամ, որպեսզի կարողանային իրենց գոյությունը պաշտպանել։ Ոչ բոլորն են ընդունակ եղել հեռանալ կամ պայքարել Հայաստանի համար։ Հայաստանի համար պայքարի համար ես ասացի սկզբից, որ մի օրվա մեջ արթնանում ես ընկերներիդ մի 20%-ը չկա, մի ամսվա մեջ բոլորն են համարյա անհետանում Հայաստանից։ Դա այս տականքի կատարածների արդյունքն է, որ այդպես եղավ Հայաստանի և իրական եղանակ ստեղծող հայերի հետ։ Եվ այսօր սա ինչ է կատարում։ Եվ եթե մենք մեղադրում ենք Սերժիկ կոչվածին կամ Նիկոլ և այլն, ապա սա է նրանց ստեղծել, սա այնպիսի պայմաններ է ստեղծել, որ նրանք պետք է անպայման դա լինեին, այսինքն եթե կա 10 մարդ, 10-ից 8-ը հայրենասեր է, 2-ը Սերժի կամ Նիկոլի նման տականք, սա ստեղծում է այսպիսի մի լաբերինթ, որ ինչ էլ անես, վերջում պետք է գաս այս կետին, եթե դու ցանկանում ես այսպես մնալ, դու սովամահ պետք է լինես, եթե դու
ցանկություն չունես երկրից հեռանալ եւ դու չես կարող ինքդ քեզ պահել, ապա այս լաբերինթով պետք է գաս եւ ընկնես այս տականքի կոռաչկի վրա։ Էս է ամբողջը, որը պետք է նաեւ լավ հասկանալ։ Ինչու են ինձ գրում շատ հասկացող մարդիկ եւ մենք բոլորին ուսումնասիրում ենք, ովքեր են այստեղ ինձ մոտ եւ ինչ են կատարում, ինչ են շնչում։ Նրանց մեծ մասը հասկանում է, որ գլխավոր տականքը այս քորշումն է։ Մնացածը դրանք սրանից արդեն, եթե մենք մաթեմատիկական հավասարում գրենք, ապա սրանից դուրս եկող արդեն արտահայտություններն են, որ հնարավոր չէր, որ նրանք զերո չդառնան։ Սա այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ պետք էին դրանք զերո դառնային։ Եվ այստեղ ինչ է նաև սա կատարում։ Սա բերում է այս մի տականքին իրենց լվացկատունը, քանի որ նշեցի, որ սրա տղան բոլոր բիզնեսներում փայատեր է, բայց իրեն անունը գլխավոր փայերի մեջ չկա, սա նույնպես հանդիսանում է իբրև միլիարդատեր, բայց նաև աշխատում է նաև սրա համար։ Սրա լակոտի փայատիրությունը կարող է 50% լինի բաժանված մասերի, որը դուք երբեք չհասկանաք, որ ամեն ինչ գալիս է սրան։ Եթե դուք 37 տարիների ընթացքում ուսումնասիրել եք, թե Ռոբիկ, թե Սերժիկ, թե Նիկոլ, թե բոլոր այդ մեդիաներն ու քաղաքական գործիչներ, բոլորն կպչում են, բայց սրան նուրբ են կպչում, այս տականքին նուրբ են կպչում։ Եվ միայն իր թույլատրությամբ իբր նայել է այսպես այնպես, որպեսզի կարծեն, որ դա իրոք ընդդիմություն է։ Եվ այս պատի դեմքով այս տականքին բերել են ավելի վատություն անելու հայությանը, քան Նիկոլն է արել։ Ինչն է այստեղ այս Սապոկի Սամոյի առաքելությունը։ Հայաստանում արդեն լուրեր են պտտվում, որ Ռուսաստանին միանալ։ Մեծ խաղ, բրուտները այստեղ մեծ խաղ խաղացին, առանձնացրեցին սա։ Իմիջիալոց, եթե սրան էլ եք սկսել մոտ օրերս գովել, մի տականքն էլ սա էր։ Երբ որ հայերը փորձում էին Քուր Արաքսյան այսպես ամբողջը վերցնել, ապա սա գալիս էր եւ ասում, քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս, այդպիսի բան չանեք։ Մի տականքն էլ սա էր, որին ճիշտ էր, որ հնձեցին։ Եվ այստեղ այս Սապոգի Սամոյի առաքելությունը որն է, պետք է գիծ քաշել սրա վրա ընդհանրապես։ Ում սա հավանություն է տալիս, դա կործանում է։ Նա հավանություն է տվել եւ սրան, ֆիլմը տեղադրված է, կարող եք այդտեղ գտնել այդ ֆիլմը եւ նայել, եւ սրան է բերել, եւ սրան է բերել։ Եթե հիշում եք, միտեղ ասվեց, եւ մի քանի հոգի նույնպես, որ Լևոնը բռնելով սրա թևից բերեց խորհրդարան եւ ասեց. ահա նաեւ ձեր մի անդամը բերել եմ, իսկ 15 թվականին խուրջինը ձեռքին տականք կգա եւ կփրկի Հայաստանը, եւ փրկեց Հայաստանը։ Եվ սրա համար այսքանն է կարևոր, թեկուս լինի այսքան, բայց իրեն ոչինչ չանեն, այսքան լինի, իրեն ոչինչ չանեն եւ իրենք այստեղից նաեւ այդ նարկոբիզնեսով եւ այլնով ապրեն, սա դրանց ձեռք է տալիս։ Մեզ հայերից չի դա ձեռք տալիս, որ նման հայրենիք ունենանք եւ աշխարհով մեկ գլուխներս կախ շարժվենք։ Եվ այստեղ ինչ է նախատեսված, ինչ է ցանկանում այս երկուսի հանդիպումը, ինչ է տալու այստեղ քննարկվող իրավիճակը։ Այժմ Անդրկովկասյան Հանրապետություն անվամբ պատմության մեջ հայտնի են երկու տարբեր պետական կազմավորումներ՝ 1918 թվականի անկախ դաշնությունը, 22-36 թվականների խորհրդային միավորումը։ Անդրկովկասյան
Դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետություն 1918 թվական Սա կարճատև կյանք ունեցող անկախ պետություն էր, որը հռչակվեց 18 թվականի ապրիլի 22-ին Թիֆլիսում։ Կազմը միավորում էր Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Գործունեությունը ղեկավարվում էր Անդրկովկասյան Սեյմի կողմից, ստեղծվել էր ռուսական կայսրության փլուզումից հետո թուրքական հարձակման պայմաններում։ Անկումը գոյատևել է ընդամենը 1 ամիս ներքին ազգային հակասությունների և արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումների պատճառով 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանը հայտարարեց իր անկախությունը, որին հաջորդեցին Ադրբեջանը և Հայաստանը մայիսի 28-ին։ Անդրկովկասի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետություն 2236 թվականն է։ Սա խորհրդային հանրապետություն էր, որը ստեղծվեց տարածաշրջանի խորհրդայնացումից հետո։ Ստեղծումը կազմավորվել է 22 թվականի մարտի 22-ին։ Դերը հանդիսացել է ԽՍՀՄ հիմնադիր հանրապետություններից մեկը։ Լուծարումը 36 թվականի նոր սահմանադրությամբ Դաշնությունը լուծարվեց և Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը դարձան ԽՍՀՄ անմիջական անդամ առանձին հանրապետություններ։ Այժմ սա 18 թվականի քարտեզն է Ռուսաստանի, սրան գծել է Ադրբեջան, սրան Վրաստան, իսկ սա Հայաստանն է, սա էլ Բաթումի մարզը Պարշիթեում, բայց իրականում Հայաստանի մեջ է։ Իսկ դրանից հետո այս քարտեզն է։ Նախիջևանը և այս ամբողջը տրվեց Ադրբեջան կոչվածին։ Հիմա նույնը կատարվելու է նաև այսօր, և այս խաղի ընթացքում, որ այս երկուսը նաև Անդրկովկասի հարցով են պայմանավորվել, գնում է երկու բանաձև։ Ես այստեղ ինքս տեսնում եմ միայն երկու տարբերակ։ Տարբերակներից մեկը, որ երեքն էլ մտնելու են Ռուսաստանի կազմի մեջ, իբրև խորհրդային նույն տիպի անդրկովկասյան պետություն, հանրապետություն, կամ առանձին եթե մտնելու են, ապա մտնելու են միայն Հայաստանն ու Վրաստանը, և հետո դրանից հետո հայերս ընդհանրապես մոռանում ենք, որ գոյություն է ունեցել Արցախ և այլն։ Իսկ եթե մտնում է նաև Ադրբեջանը, ապա այստեղի ադրբեջանցիք և այստեղի, քանի որ արդեն սահմանները բաց են, լցվելու են Հայաստան, և Հայաստանը այդպես է ոչնչանալու։ Այսինքն բրուտը հիմար չի, մենք ենք հիմարը։ Որ ճանապարհն էլ բրուտը ընտրում է, մեր ոչնչացման ծրագիրն է։ Միանում ենք Ռուսաստանին, կորցրել ենք արդեն, սա էլ անվերադարձ։ Արցախը արդեն անվերադարձ։ Իսկ եթե Ադրբեջանին էլ են մտցնում Սովետական Միության մեջ, Ռուսաստանի կազմի մեջ, իբրև առանձին կամ անդրկովկասյան, այդ դեպքում ադրբեջանցիք լցվելով Հայաստանի հարցը փակվում է ընդմիշտ։ Սա պետք է հասկանալ։ Դրա համար այս տականքի բերելը և սրա արտահայտությունը և Օվերչիկի հետ հանդիպումը, սրանք ոչ մեկը պատահական չէ, և ինչի հենց այս դեպքից հետո տեղի ունեցավ։ Ալյասկայում հանդիպելուց հետո այս երկուսը Ուկրաինայի հարցով այլ որոշումներ կայացրեցին, և Ուկրաինային այսօր չեն օգնում, միայն խոսքեր։ Ինչպես Հայաստանին խոսքեր տվեցին, հետո Նիկոլեն Կնգան դռնեդուռ ոչ ոք չօգնեց։ Նույնը այստեղ սա է կատարում։ Եվ ամենասարսափելին նա է, որ այստեղ նորից ստեղծվի
Անդրկովկասյան հանրապետություն կամ երեքն էլ առանձին Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, բայց Հայաստանը էս քարտեզով, դրանից հետո ռուսները երբեք չեն թողնի, որպեսզի այս հարցը բարձրանա եւ հայերի վերադարձ ընդհանրապես չի լինի։ Առաջին շրջանում, երբ որ երեքը միանան Ռուսաստանին, կլինի արցախցիների վերադարձ, բայց նույնը կկատարվի ինչ որ կատարվեց Նախիջևանի հետ։ Շատ արագ ձևով արցախցի կփախչեն կամ Ռուսաստան կամ Հայաստան, իսկ ադրբեջանցի կլցվեն այստեղ բոլոր տեղերը, իսկ հայերը կհեռանան, զզված կհեռանան նաև այստեղից եւ Հայաստանի հարցը կփակվի։ Եվ այս տականքը այդ խաղի հիմնական մասնակիցն է, եւ սրանք էլ, որ Արցախ են փրկել, Արցախ են կառավարել եւ այլն, այս բոլորը տականքներ են եւ այս բոլորը երբ որ երևում են կամ սրանց արդեն ցուցադրում են Բաքվի բերդերում, եթե նույնիսկ մենակ են նստում, ապա կարող էին իրենց գլուխը պատին խփելով սատկել, ոչ թե ապրել, իսկ Հայաստանում ասում են մեր Արցախի ղեկավարներին պետք է բաց թողնեն, ում բաց թողնեն, այ ոչխարներ։ Եվ այս ծրագիրը, որն էլ կատարվի, սարսափելի է մեզ համար։ Եթե Հայաստանը կռիվների մեջ է ընկնելու, որը հնարավոր չէ, եւ այսքանով մնա անկախ պետություն, դա մեզ ավելի ձեռնտու է, քան եթե արդեն ռուսների մոտ արդեն ստիպված դառնում ես օբյեկտ, եւ Ռուսաստանն է որոշում, թե քեզ մոտ ինչ կատարի, արդյունաբերություն լինի թե չէ, թե դառնաս մի ծայրամասային պոռնկատուն կամ որևէ մի բան նմանատիպ։ Ու այստեղ Հայաստանի հարցը կամ Վիլսոնյան Հայաստանի հարցը անմիշտ փակվում է։ Եվ մոռացեք, որ սրան որևէ մեկը պետք է ձայն տակ, հետո չասեք չգիտեիք եւ 1 կիլոգրամ ալյուրով վաճառեք ձեզ, որ այդ ալյուրով էլ թունավորվելու եք։ Այսքանը այս ամբողջի վերաբերյալ, իսկ ինչ մնում է, որ այսօր նաև ոգևորված են, որ տեսակ Իրանը հաղթեց Տրամպին, Ամերիկան պոչը քաշեց այստեղից, բրուտների խաղը այսպես է, հարված, մի քիչ հետ, հարված, մի քիչ հետ, հարված եւ ոչնչացում։ Դա բոլոր տեղերն են, նրանք այդպես աշխատում։ Եվ ամենաճիշտ ձևը, որը նրանք հին հայերից գողացած բոլոր փաստաթղթերում ամենաճիշտ ձևը սա է, եւ նրանք մի քիչ հարվածեցին, հեռացան, նորից եկան, մի քիչ ավելի ուժեղ, հիմա հարվածեցին, հեռացան, երրորդ հարվածը ավելի ուժեղ են կատարելու եւ հնարավոր է նույնպես, որ նրանք եւ սրանց մեջ ստեղծեն գժտություն, եւ սրանց մեջ ստեղծեն, եւ սրանց մեջ, քանի որ նրանց հարկավոր է, որ սրա թիկունքը թուլանա, որպեսզի այստեղից հեշտ ձևով նրան ոչնչացնեն։ Իսկ Իրանի ոչնչացումը դա իրեն ձեռք է տալիս այս ճանապարհը ունենալու համար։ Նրանց պետք է, որպեսզի Թուրանը անցնի այսպես, իսկ Թուրանի մասին արդեն ասվել է, այլևս շարունակեմ այդ մասին 1000 անգամ ասելով, քանի որ նույն մարդիկ են եւ 5000-ից ոչ ավել անընդհատ, որպեսզի նույն հարցը 1000 ձևով չդիտարկեն, եւ հետո կտեսնեք, որ այս իմ ասած ձևով նորից այստեղ հարվածներ են տեղի ունենալու։ Եթե նրանք որոշել են, որպեսզի քրիստոնեությունը լուր լինի եւ իբր այս մի կնոջ գլխով այս 30,000-ին մոտ Հայաստանը մնա, արդեն այսպես թե այնպես օբյեկտի իրավիճակով է մնալու Հայաստանը, թեկուզ Ռուսաստանի կազմում, թեկուզ որպես անդրկովկասյան ռուսական, թեկուզ ինչ վիճակում ցանկանում եք, միայն անկախ Հայաստանը կարող է ինչ որտեղ հարց բարձրացնել եւ հարց բարձրացնել պետական ճանապարհով։ Դրա համար
որպեսզի ոչ մի անգամ հարց չբարձրացվի Արցախի եւ Հայաստանի Վիլսոնյան Հայաստանի համար, դրա համար դրել են այս տականքները պատահական երևույթ չեն, սրանց են դրել, որ այդ հարցը ոչ մի անգամ չբարձրացվի, հասկացաք էստեղ։ Եվ բարի գալուստ հնագույն Հայաստան, քիրվայություն են անելու նորից, համաձայն են այս բոլոր տականքները, որ քիրվայություն են անելու, եւ այստեղ նաեւ այս մի պոռնիկը եւ սրանց բոլորի վրա ես ասել եւ կրկնում եմ, եթե ճաշի մեջ մեկ ճանճ է ընկել, թե 1000 ճանճ, ապա ճաշը պետք է թափել կամ բոլորին սատկացնել, որպեսզի ճաշը մաքրվի, եւ այս բոլորի վրա պետք է խաչ քաշել, եւ այս ծուրբերան տականքին, որը այդպես էլ հայերեն խոսալ չսովորեց, նորից կրկնեմ, արցախցի կան շատ երեխաներ եւ երիտասարդներ, որոնք մաքուր խոսում են հայերեն, եւ մեծ տարիքի մարդիկ էլ կան, որոնք հայերեն խոսում են մաքուր, իսկ այս տականքները ոչ մեկը հայերեն չփորձեց խոսել, միայն ծռմռված ադրբեջանցին կարող էր այդպես հայերեն խոսել, քանի որ ադրբեջանցիներն սովետական միության ժամանակ ապրում էին Հայաստանում, ես դա գիտեմ, եւ նրանցից մի քանիսի երեխաները, որոնք մի քիչ ավելի զարգացած էին եւ սովորում էին, դրանցից մեկը եղել է իմ ուսանողը, այդ ժամանակ ես տեսա, որ որքան էլ ստիպում ես դրանց, նրանք մաքուր հայերենով չեն կարողանում խոսել, եւ դրա համար այս տականքները իրականում սրանք հայեր չեն, եւ երկիրը դրա համար պետք է գնար այդ իրավիճակին։ Նորից կրկնենք երկու տարբերակը, կամ լինելու են այս քարտեզներով Հայաստանը արդեն այս 29700-ով սրանք այս երեքը մտնելու են Ռուսաստանի կազմի մեջ, որպես անդրկովկասյան են եթե մտնում, ապա իբր հայերին նախ կբերեն Ադրբեջան, որ ռուսները տեսակ նորից բերեցին, բայց որպես Ադրբեջանի կազմում, ոստիկանություն եւ այլն կլինեն ադրբեջանցի, հայերը կամ կփախչեն Ռուսաստան կամ Հայաստան, իսկ քանի որ արդեն սահմանները բաց են լինելու, ադրբեջանցիք, նաեւ այստեղի ադրբեջանցիք կլցվեն Հայաստան եւ Հայաստանը ինքը որպես նաեւ օբյեկտ կորցնի իր իմաստը, ոչ միայն սուբյեկտ։ Իսկ երկրորդ տարբերակը Հայաստան Վրաստան են մտնում, Ադրբեջանը մնում է առանձին, դրա համար նաև Արցախը մեզնից կտրեցին։ Այս երկու տարբերակն էլ հնարավոր է, որ այդպես լինի, այլ տարբերակ այստեղ չունեն, այս երկու տարբերակով, եւ Հայաստանում ուրախացել են, նորից գնում ենք ռուսների գիրկը։ Այժմ նաև ռուսների մասին, Ռուսաստանը ինչ է իրենից ներկայացնում, մինչև լոլիկը, կասեմ դրանից հետո գիտեք, որ ինչեր են կատարվել եւ ռուսները ում ստրուկներն են եղել ամբողջ կյանքում։ Ռուսաստանի Դաշնությունը բազմազգ պետություն է, որտեղ ապրում էին ավելի քան 199 էթնիկ խմբեր։ Այս ժողովուրդների ծագումնաբանությունը բաժանվում է մի քանի հիմնական լեզվաընտանիքների եւ պատմական շերտերի։ Սլավոնական ժողովուրդներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, Ռուսաստանի ամենաստվերաթիվ խումբն է, բնակչությանը մոտ 80-85%-ը դրանք են, ծագումը ձևավորվել է արևելասլավոնյան ցեղերից, որոնք 3-8-րդ դարերում բնակեցրել են արևելյան Եվրոպան, պատմական հիմքը, նրանց մշակութային եւ քաղաքական ակունքները կապված են Կիևյան Ռուսիայի հետ, գենետիկորեն մոտ են լեհերին, բելառուսներին եւ ուկրաինացիներին։ Թուրքական ժողովուրդներ, թաթարներ, բաշկիրներ, չուաշներ, սլավոններից հետո ամենամեծ էթնիկ խումբն է, թաթարները Ռուսաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են,
մոտ 3,7-ից 3,9%, նրանց ծագումը կապված է թուրքական և մոնղոլական ցեղերի հետ, որոնք տարածաշրջանում հայտնվել են դեռևս 5-րդ դարից։ Բաշկիրներ և չուաշներ հիմնականում բնակվում են Վոլգայի և Ուրալյան լեռների տարածքներում։ Կովկասյան ժողովուրդներ՝ չեչեններ, ավարներ, ինգուշներ կենտրոնացված են Հյուսիսային Կովկասում։ Չեչեններ տարածաշրջանի հնագույն տեղաբնիկ ժողովուրդներից են, որոնք իրենց անվանում են Նոխչի։ Ավարներ Դաղստանի ամենամեծ էթնիկ խումբն են, որոնց նախնիները բնակվել են Կովկասում դեռևս նեոլիթյան դարաշրջանից։ Ուրալյան և ֆիննա-ուգրական ժողովուրդներ բնակվում են Վոլգայի վերին հոսանքներում, հյուսիս-արևմուտքում և Ուրալում։ Այս խմբին են պատկանում կարելները, կոմինները, մարիները, մորդվաները և ուդմուրտները։ Նրանք համարվում են Ռուսաստանի եվրոպական մասի և Սիբիրի հյուսիսային շրջանների հնագույն բնակիչները, ովքեր դարեր շարունակ ձուլվել կամ փոխազդել են սլավոնական ցեղերի հետ, և վերջապես Սիբիրի և հեռավոր արևելքի բնիկ ժողովուրդներ։ Ներառում են ավելի քան 40 փոքրաթիվ ժողովուրդներ, օրինակ նենեցներ, էվինկներ և չուկչիներ, յակուտներ, սախա։ Սիբիրի խոշորագույն բնիկ խումբն են, ձևավորվել են հարավից եկած թուրքական միգրանտների և Լենա գետի ավազանի տեղաբնիկների միախառնումից։ Այս ժողովուրդների մեծ մասը ներառվել է Ռուսաստանի կազմում 16-ից 19-րդ դարերի տարածքային ընդլայնումների հետևանքով։ Բոլորը հասկանալի է։ Հայկական լեռնաշխարհը որպես հնադարյան օրան։ Վերջին տարիների գենետիկական հետազոտությունները, օրինակ Դեյվիդ Ռայխի և այլոց աշխատությունները, ավելի հաճախ են մատնանշում, որ հնդեվրոպական արիական լեզուների և մշակույթների նախահայրենիքը եղել է հայկական լեռնաշխարհը և դրան հարակից տարածքները։ Այս տեսության համաձայն հենց այստեղից են արիական ցեղերը սկսել իրենց գաղթը դեպի հյուսիս, ներկայիս Ռուսաստանի տափաստաններ և արևելք Հնդկաստան և Իրան։ Ինչ են նրանք սովորեցրել կամ տարել իրենց հետ։ Եթե ընդունենք, որ հարավից Հայաստանից գաղթած ցեղերը շարժվել են դեպի հյուսիսային տափաստաններ, ապա նրանք իրենց հետ տարել էին այն ժամանակվա համար հեղափոխական գիտելիքներ, անասնապահություն և երկրագործություն, որոշ տվյալներով գյուղատնտեսական մշակույթը հյուսիս է հասել հենց Մերձավոր Արևելքից և Կովկասից։ Մետաղագործություն հայկական լեռնաշխարհը հնագույն ժամանակներից եղել է մետաղների պղինձ, բրոնզ, երկաթ մշակման կենտրոն։ Այս հմտությունները տարածվել են դեպի հյուսիս, նպաստելով այնտեղի մշակույթների զարգացմանը։ Անիվ և կառք Շատ հետազոտողներ կարծում են, որ անիվի և ձիու ընտելացման մշակույթը սերտորեն կապված է հնդեվրոպական նախացեղերի հետ, որոնք ունեցել են հարավային արմատներ։ Այստեղ նշեմ, ես նաև նշել եմ երևի մի քանի տարի առաջ ֆիլմերում, ինչպես են Ուրալյան այդ հանքերը հայերը օգտագործել, և այսօր կտեսնեք, որ հյուսիսային Կովկասի այդ ցեղերը, չեչեններ և այլն, և հայկական նաև այլ ցեղախմբեր ամբողջ Ուրալը զբաղեցնում էին, որպեսզի միայն իրենք կատարեն այդ ամենը։ Բայց այստեղ ես 111-ի հետ էլ եմ շատ անգամ վիճել, որ հայ աստվածների հիմարությունը նրա մեջ է, հատկապես այս պունկտը անասնապահություն և երկրագործություն և մետաղագործություն։ Այս երկուսը նրանք պետք է թույլ չտային, որ ունենային այդ բացի հայերը որևէ մեկը։ Հենց դա է մեր պարտության առաջին պայմաններից մեկը։
Յամնայա մշակույթը Ռուսաստանի և Ուկրաինայի տափաստաններում ձևավորված հնագույն յամնայա մշակույթը համարվում է ժամանակակից եվրոպացիների և ռուսների գենետիկական հիմքը, սակայն գիտնականները նկատել են, որ այս մշակույթի ներկայացուցիչների գենոմում կա հզոր կովկասյան մերձավորարևելյան բաղադրիչ, ինչը նշանակում է, որ նրանց նախնիները եկել են հարավից, բերելով իրենց հետ լեզուն և տեխնոլոգիաները, հենց տեխնոլոգիաները։ Դուք տեսել եք, որ բրուտները, այժմյան iPhone-ներ և այլն, դրանց տեխնոլոգիաները տան որևէ երկրի, ասում են չէ, էս հավաքի։ Երկրներին պետք էր զենք, թե մշակման գործիք, միայն մշակման գործիք, կարող էիք ստեղծել ամեն ինչից տալ նրանց, բայց ոչ թե սովորեցնել։ Ամփոփելով նշված տարբերակը, գիտականորեն հիմնավորված է որպես հայկական հիպոթեզ։ Այն փաստում է, որ հայերը ոչ թե եկվոր են, այլ այդ հնագույն արեական քաղաքակրթության ժառանգներն են, որոնք մնացել են բնօրանում, մինչդեռ մյուս ճյուղերը տարածվել են աշխարհով մեկ։ Եթե մի կողմ դնենք պաշտոնական դասագրքերը և նայենք հարցին մշակութային և աշխարհագրական տրամաբանության տեսանկյունից, ապա ռուսը որպես տեսակ ձևավորվել է որպես մի մեծ հալոցք, որտեղ իրար են խառնվել հարավի էներգիան և հյուսիսի զսպվածությունը։ Ահա թե ինչպես կարելի էր պատկերացնել այդ գործոնը։ Հարավային արեական հիմքը ամեն ինչ սկսվել է ավելի հին, բարձրակարգ մշակույթ ունեցող հարավային արեական հայկական հարթակի ցեղերից։ Նրանք շարժվել են դեպի հյուսիս, իրենց հետ տանելով լեզվական կմախքը, հավատալիքները և կազմակերպվածությունը։ Առանց այս սերմի հյուսիսային անտառներում նման հզոր պետություն դժվար թե ձևավորվեր։ Հյուսիսի կոփումը այդ հարավային տարրերը հանդիպել են տեղի ֆիննա-ուգրական և սկանդինավյան ցեղերին։ Խստաշունչ կլիման, անվերջանալի անտառներն ու ճահիճները վերափոխել են արեական էներգիան։ Արդյունքում ձևավորվել է մի տեսակ, որն ունի հարավային լեզու, բայց հյուսիսային համառություն ու դիմացկունություն։ Ռուս անվան ստեղծումը ռուս բառն ինքնին կարող է նշանակել ոչ թե էթնիկ ծագում, այլ կենսակերպ կամ գործառույթ, օրինակ գետերով նավարկողներ կամ ռազմիկներ։ Դա եղել է մի տեսակ վերնախավ, որը միավորել է տարբեր ցեղերին կամ ընդհանուր գաղափարի շուրջ։ Սինթեզը ռուսն առաջացել է այն պահին, երբ հարավից եկած իմաստունները, արհեստներ, հոգևոր արժեքներ միախառնվել են հյուսիսային վայրի ուժի հետ։ Դա նման է մի գետի, որի ակունքը տաք հարավում է, բայց հունը ձևավորվել է սառը հյուսիսում։ Կարելի է ասել, որ ռուսը դա արեական ոգու հյուսիսային արտացոլումն է, որը դարերի ընթացքում ձեռք է բերել սեփական դեմքը, երբեմն հեռանալով իր նախնական արմատներից, բայց պահպանելով լեզվական և գենետիկ հիշողությունը։ Չեչենները ինքնանվանումը Նոխչի Կովկասի ամենահին տեղաբնիկներից են, և նրանց ծագումնաբանությունը շատ սերտ կապված է հենց հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների հետ։ Ես միշտ ասել եմ, որ չեչենները գնացել են Հայաստանից, բայց հատկապես մուսուլմանություն ընդունելուց հետո նրանք դարձել են, ինչպես միշտ նշում եմ, երբ որ բարեկամներն են իրար հետ ամուսնանում, նրանց մոտ արդեն հայկականությունը կորչում է, նրանք դառնում են արդեն խոտ, նրանք դառնում են սովորական, արդեն ոչ պիտանի ապրանք։ Ահա թե ինչպես է դա բացատրվում։ Հուրի ուրարտական կապը շատ լեզվաբաններ և պատմաբաններ չեչենների նախնիներին համարում են
հուրիական և ուդիական ցեղերի ժառանգներ։ Հուրիները բնակվել են հայկական լեռնաշխարհի և Միջագետքի հյուսիսում, երբ Ուրարտական թագավորությունը անկում ապրեց, այդ ցեղերի մի մասը շարժվեց դեպի հյուսիս, Կովկասյան լեռներ և այնտեղ ձևավորվեց չեչենական ու ինգուշական էթնոսը։ Գենետիկական հարավային հետքը։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ չեչենների մոտ գերակշռող է E1, E2 հապլոխմբերը, որոնք բնորոշ են Մերձավոր Արևելքի և հայկական լեռնաշխարհի հնագույն ժողովուրդներին։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ նրանք եկվոր չեն հեռավոր տափաստաններից, այլ եկել են հարավից, լեռնային միջավայրից։ Սա կարող եք նաև չեչեններին ներկայացնել, որ նրանք փնտրում են, թե իրենք ով են, որպեսզի հասկանան, և նաև պետք է չեչեններին և մյուսներին բացատրել այն հանգամանքը, որ դուք դարձել եք այդպիսին այն պատճառով, որ ընդունել եք մուսուլմանությունը և չեք պահպանել հայերի 7-րդ պորտը, մինչև չի կարելի ամուսնանալ։ Լեզվական առանձնահատկությունը։ Չեչենների լեզուն պատկանում է նախ դաղստանյան լեզվաընտանիքին։ Որոշ տեսությունների համաձայն այս լեզվաընտանիքը հեռավոր ազգակցական կապ ունի հուրիների և ուրարտացիների հետ, ինչը նրանց կապում է մեր տարածաշրջանի հնագույն քաղաքակրթությունների հետ։ Ինչու են նրանք այդքան տարբեր ռուսներից, ի տարբերություն սլավոնների, ովքեր ձևավորվել են որպես հարթավայրային և գետային ժողովուրդ, չեչենները դարեր շարունակ ապրել են մեկուսացված լեռնային կիրճերում։ Դա նրանց թույլ է տվել պահպանել իրենց տոմմացեղային կառուցվածքը, թեյպերը և խիստ ռազմականացած կենսակերպը։ Կարելի ասել, որ եթե ռուսների մեջ արիական սերմը խառնվել է հյուսիսային անտառների հետ, ապա չեչենների պարագայում այն պահպանվել է որպես կովկասյան լեռնային ուժ, ուղղակիորեն գալով հնագույն Մերձավոր Արևելքից։ Ավարները Դաղստանի ամենաստվարաթիվ ժողովուրդն են, որոնց պատմությունը լի է առեղծվածներով և երկու հիմնական շերտով՝ տեղաբնիկ կովկասյան և քոչվոր հեծյալների։ Հարավային և արիական կապերի տեսանկյունից ավարների ծագումը բավականին հետաքրքիր պատկեր ունի։ Կապը հայկական լեռնաշխարհի և Ուրարտուի հետ։ Գիտական լուրջ հիպոթեզներ կան, օրինակ Իգոր Դարկովոնի և Սերգեյ Ստարոստինի կողմից, որոնք կապում են ավարների և այլ հյուսիսային ժողովուրդների լեզուն հնագույն ուրի ուրարտական լեզվաընտանիքի հետ։ Ըստ այս տեսության, ավարների նախնիները Ուրարտուի անկումից հետո տեղաշարժվել են դեպի հյուսիս, բերելով իրենց հետ լեռնային բնակավայրեր կառուցելու ռազմական արվեստի հմտությունները։ Արիական և իրանական ազդեցությունը։ Ավարների պատմության մեջ հզոր հետք է թողել նաև Սարիր թագավորությունը 6-12-րդ դարեր, որի կառավարող վերնախավը սերտ կապեր է ունեցել իրանական արիական մշակույթի հետ։ Որոշ ավանդությունների համաձայն նրանց առանձին տիրակալները եղել են Սասանյան արքայատոմի հետ կապված անձինք, ինչը ևս մեկ անգամ հաստատում է հարավից եկած մշակութային և քաղաքական սերմի դերը։ Երկու ավարների շփոթումը։ Կարևոր է տարբերել երկու խմբի, որոնք հաճախ շփոթում են։ Կովկասյան ավարներ, Դաղստանի տեղաբնիկները, ովքեր դարեր շարունակ ապրել են լեռներում և համարվում են կովկասյան հնագույն էթնոս։ Պանոնյան կենտրոնասիական ավարներ, քոչվոր ցեղեր, որոնք 6-րդ դարում ներխուժել են Եվրոպա և հիմնել ավարական խանությունը։ Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ այս երկու քոչվորների վերնախավն ունեցել է արևելաասիական մոնղոլական ծագում։
Ինչ են նրանք պահպանել։ Ավարները հայտնի են իրենց խիստ ինքնակազմակերպվածության և ռազմական ոգով։ Նրանց մոտ մինչ օրս պահպանվել են հին լեռնային ավանդույթները, որոնք շատ նման են հայկական լեռնաշխարհի հնագույն համայնքային կառուցվածքին։ Հնագույն լեռնային քաղաքակրթությունը, որի урարտական ժառանգներն են, որոնք հայկական լեռնաշխարհից բարձրացել են կովկասյան լեռներ և այնտեղ ստեղծել իրենց յուրօրինակ մշակույթը, պահպանելով հարավային արմատները։ Լեզգիները համարվում են Կովկասի ամենահին և արմատական ժողովուրդներից մեկը։ Լեզգիները այն կովկասյան սյունն են, որոնք հազարամյակներ շարունակ կապող օղակ են եղել հայկական լեռնաշխարհի և հյուսիսային Կովկասի միջև։ Ահա թե ինչպես են նրանց կապում մեր քննարկված հարավային ուժի հետ՝ Կովկասյան Ալբանիա և Հայաստան։ Լեզգիների նախնիները լեգերը, գարգարները եկել են Կովկասյան Ալբանիայի հիմնական եղել են բնակչությունը։ Պատմականորեն այս պետությունը մշտապես եղել է Հայաստանի դաշնակիցը կամ մշակութային ազդեցության տակ։ Գիրը Ալբանական գիրը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հենց լեզգիական խմբի լեզուների հիման վրա։ Սա ապացուցում է, որ հնագույն հոգևոր և մտավոր սերտ կապը։ Հարավային ծագման կնիքը Լեզգիները լեզվախումբը լեզգիներ, թաբասարաններ, ուդիներ գիտականորեն համարվում են արևելակովկասյան, սակայն գենետիկորեն նրանք շատ մոտ են հայերենախոս և իրանախոս հնագույն ցեղերին։ Նրանց նախնիները հարավից եկած այն խմբերն են, որոնք լեռների դժվարանցելիության շնորհիվ պահպանել են իրենց տեսակը, չձուլվելով հետագա թուրքական կամ մոնղոլական հորդաներին։ Լեգ նշանակությունը Հնագույն Այբուբենում նրանց անվանում էին լեգեր։ Սա տեսակետ է, որ այս արմատը կապված է լեռնային բնակչի կամ ռազմիկի կերպարի հետ։ Լեզգիները միշտ եղել են լեռների պահապանները, ովքեր արգելք են հանդիսացել հյուսիսից եկող վայրի ցեղերի համար, թույլ չտալով նրանց հասնել հարավային քաղաքակրթություններին։ Ուդիները որպես կենդանի կամուրջ Լեզգիների խմբի մեջ մտնող ուդիները, որոնք այսօր էլ ապրում են Հայաստանում և Արցախում, լավագույնս փաստում են այդ ընդհանրությունը։ Նրանք պահպանել են քրիստոնեությունը և հայկական մշակութային շերտը, ինչը ցույց է տալիս, որ հազարամյակներ առաջ այս ամբողջ տարածաշրջանը եղել է մեկ միասնական արիական կովկասյան մշակութային դաշտում, ամփոփելով լեզգիները այն հարավային մշակույթի հյուսիսային դարպասապահներն են, որոնք իրենց լեզվի և գենետիկայի մեջ կրում են հայկական լեռնաշխարհի հնագույն շունչը։ Այս բոլորը պետք է այդ ցեղախմբերին բացատրել և նրանց ապացուցել, որ միայն ընդունելով մուսուլմանական կրոնը և յոթ պորտը մոռանալով, դարձել են այսօր այդպիսին, որը կարող եք բացատրել, ինչպես նշեցի, արդեն կորցնում է հայկականության իմաստը, ինչպես Հայաստանում բազմաթիվ տականքներ, որոնք իբր հայ են, բայց նրանք արդեն կործանված տականքներ են։ Թաթարների ծագման հարցը ամենաբարդերից է, քանի որ թաթար անվանումը դարերի ընթացքում փոխել է իր իմաստը։ Թաթարները ներկայացնում են Արևելքի Մոնղոլիա, Ալթայ և հարավի արիական կովկասյան մեծ բախումն ու միախառնումը։ Ահա թե ինչպես է ձևավորվել այս ժողովուրդը։ Բուլղարական հիմքը, հարավային կապը Ժամանակակից թաթարներ, հատկապես Կազանի թաթարների իրական նախնիները Վոլգյան բուլղարներն են։ Բուլղարները թուրքալեզու ցեղեր էին, որոնք 7-րդ դարում եկել էին Կովկասի հյուսիսից և Սև ծովի ափերից։ Այստեղ կա մի հետաքրքիր շերտ։
Բուլղարների կազմում եղել են բազմաթիվ սարմատական և ալանական, արիական տարրեր, այսինքն նրանք արդեն իսկ իրենց մեջ կրում էին հարավային կովկասյան գենետիկան և մշակույթը, նախքան Վոլգա հասնելը։ Մոնղոլական շերտը 13-րդ դարում, երբ Չինգիզ խանի զորքերը, որոնց մեջ կային բուն թաթարական ցեղեր, Մոնղոլիայից նվաճեցին այս տարածքները, տեղի ունեցավ մեծ միախառնում։ Անունը մնաց, բայց տեսակը փոխվեց։ Նվաճողները փոքրամասնություն էին, և նրանք ձուլվեցին տեղի բուլղարական բնակչության հետ։ Արդյունքում անունը դարձավ թաթար, բայց գենետիկորեն նրանք մնացին ավելի շատ եվրոպոիդ, կովկասյան արիական տիպի, ինչու են նրանք սովորեցնողույթ դարում եղել ռուսների համար։ Ռուսական պետականության ձևավորման վրա թաթարները ոսկե հորդան հսկայական ազդեցություն են ունեցել։ Պետական կառուցվածքում ռուսները թաթարներից են վերցրել փոստային համակարգը, հարկահավաքությունը և ռազմական շատ հնարքներ։ Արյունակցական կապ ռուսական հայտնի ազնվական տոհմերի մի հսկա մաս, օրինակ Յասուպովները և Տուրգենևները, ունեին թաթարական ծագում։ Կապը հայկական լեռնաշխարհի հետ, Անիի թաթարներ։ Մի հետաքրքիր պատմական փաստ, երբ մոնղոլ թաթարները գրավեցին Անին, տեղի հայերի մի մասը գաղթեց Ղրիմ, իսկ այնտեղից Կազան և Լեհաստան։ Այս հայ-թաթարական մշակութային շփումը այնքան սերտ էր, որ Ղրիմի թաթարների մեջ մինչ օրս կան տոհմեր, որոնք իրենց համարում են հայկական արմատներով։ Ամփոփելով, թաթարները այն ժողովուրդն են, որոնք կամուրջ դարձան Ասիայի վայրի ուժի և հարավային հին քաղաքակրթության միջև։ Նրանք ռուսներին տվեցին այն կազմակերպչական կոշտությունը, որը պակասում էր սլավոններին։ Բաշկիրները, ինքնանվանումը Բաշկորտ, Ուրալյան լեռների հնագույն տերերն են։ Նրանց ծագումնաբանությունը հարավային արիական տեսանկյունից ամենացնցողներից մեկն է, քանի որ գենետիկական այստեղ հաստատուն է և պատմությունից ավելի խորը շերտ էր։ Ահա թե ինչպես են բաշկիրներին դարձնում առանձնահատուկ։ Գենետիկական արիական ռեկորդը R1B։ Սա ամենահետաքրքիր փաստն է։ Բաշկիրների մի ստվար հատված կրում է R1B հապլոխումբը մինչև 80% որոշ տոհմերում։ Սա այն նույն գենն է, որը բնորոշ է Արևելյան Եվրոպայի ժողովուրդներին, կելտեր, գերմանացիներ և հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչներին։ Սա նշանակում է, որ բաշկիրների նախնիները հազարամյակներ առաջ եկել են հենց այն նույն հարավային Օռանից, որտեղից սկսվել է հնդեվրոպական մեծ միգրացիան։ Նրանք պարզապես շարժվել են դեպի Ուրալ և այնտեղ մնացել լեռների պաշտպանության տակ։ Անվան խորհուրդը գլխավոր գայլ, թե 7 ցեխ, Բաշկորտ անվան ստուգաբանությունը տարբեր է։ Տարբերակներից մեկը նշում է, որ գլխավոր գայլ բաշ, գլուխ, կորտ, գայլ, ворդ, բայց կա նաև տեսակետ, որ նրանք կապված էին հնագույն բաշկիրների, պասկիրների հետ, որոնց մասին հիշատակվել է դեռ հույն պատմիչները։ Լեզվական թուրքացումը չնայած իրենց հին արիական, եվրոպոիդ գենետիկական հիմքին, բաշկիրները դարերի ընթացքում ընդունել են թուրքական լեզուն։ Դա տեղի ունեցել մեծ տափաստանային տեղաշարժերի ժամանակ, սակայն նրանց մշակույթը, երաժշտությունը, օրինակ հանրահայտ կուրայի գործիքը և էպոսները պահպանել են շատ ավելի հին նախաթուրքյան շերտեր։ Ռազմիկ ազատատենչ տեսակը բաշկիրները
միշտ եղել են ինքնավար ռազմիկներ, նույնիսկ ռուսական կայսրության կազմում նրանք պահպանել են զենք կրելու և սեփական հողին տիրելու իրավունքը։ Որպես սահմանապահ հետելազոր նրանց մեջ ապրում էին այն նույն լեռնային ոգին, ինչ կովկասցիների կամ հայ լեռնականների մոտ։ Ամփոփելով, բաշկիրները այն հարավային սերբն են, որը Ուրալյան լեռներում ձեռք է բերել թուրքական լեզվական հագուստ, բայց իր այրան մեջ պահպանել է հնագույն արիական գենոֆոնդը։ Չուաշները Ռուսաստանի ամենաառեղծվածային ժողովուրդներից են։ Կենդանի հանածո են։ Նրանք միակն են, որ պահպանել են մի լեզու, որը կապող օղակ է հին աշխարհի և այսօրվա միջև։ Ահա թե ինչն է նրանց առանձնացնում։ Հին բուլղարների ուղղակի ժառանգները, ի տարբերություն թաթարների, ովքեր մոնղոլական արշավանքներից հետո շատ փոխվեցին, չուաշները համարվում են վոլգյան բուլղարների ամենամաքուր ժառանգները։ Նրանք այն բուլղարներն են, որոնք չընդունեցին իսլամը և չձուլվեցին ոսկե հորդային։ Նրանք նահանջեցին դեպի անտառներ, պահպանելով իրենց հին տեսակը։ Լեզվական միայնակ կղզին Չուաշերենը թուրքական լեզվաընտանիքի միակ լեզուն է օղորական ճյուղից, որը պահպանվել է։ Այն այնքան տարբեր է մյուսներից թուրքերեն-թաթարերեն, որ նրանց չեն հասկանում։ Լեզվաբանները նկատել են, որ չուաշերենում կան շատ հին շերտեր, որոնք կապվում են հնդեվրոպական արիական լեզուների հետ։ Սա նշանակում է, որ նրանց նախնիները հազարամյակներ առաջ շատ սերտ շփման մեջ են եղել հարավային ցեղերի հետ։ Կրոնական և մշակութային կամուրջ է։ Չուաշները հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ են, բայց նրանց հավատքի մեջ մինչ օրս պահպանվել են հեթանոսական հզոր տարրերը։ Նրանց հին աստվածների պանթեոնը և ծեսերը շատ նմանություններ ունեն հին հայկական և կովկասյան արիական հավատալիքների հետ, օրինակ կրակի և արևի պաշտամունքը։ Եթե հայերն էլ են գնացել Ռուսաստան, այսօրվա հայերը, մի 30 տարի առաջ, 50 տարի հետո նրանց երեխեքը արդեն կմոռանան, որ հայ են, քանի որ հայերեն չեն խոսում և չեն էլ ցանկանում, որ իրենց գենը հայկական է։ Գենետիկան և արտաքինը Չուաշների մեջ գրեթե չկա մոնղոլոիդ տարր, նրանք ունեն հստակ եվրոպոիդ տեսք։ Գենետիկորեն նրանք մոտ են սլավոններին և ֆիննա-ուգրական ժողովուրդներին, ինչը փաստում է, որ նրանք հազարամյակներ շարունակ եղել են այդ տարածաշրջանի բնիկ սպիտակամաշկ ցեղերը, որոնք ուղղակի ընդունել են թուրքական լեզվի մի շատ հին ձև։ Ամփոփելով, չուաշները այն ժողովուրդն են, որոնք սառեցրել են ժամանակը։ Նրանք մեզ ցույց են տալիս, թե ինչպիսին էին Կովկասից և հարավից դեպի հյուսիս շարժված այն հին ցեղերը, որոնք դեռ չէին ենթարկվել մեծ կայսրությունների ազդեցությանը։ Կարելները, կոմիները, մարիները, մորդվաները և ուրդմուրտները։ Այս ժողովուրդները ներկայացնում են Ռուսաստանի ֆիննա-ուգրական շերտը։ Սրանք այն բնիկներն են, որոնք հազարամյակներ առաջ հանդիպել են հարավից եկող արիական հնդեվրոպական ցեղերին և նրանցից սովորել մշակույթի և տեխնոլոգիայի հիմունքները։ Ահա թե ինչպես է դա արտահայտվում նրանցից յուրաքանչյուրի մոտ։ Մորդվաներ և մարիներ, Վոլգայի շրջան։ Սրանք ֆիննա-ուգրական ամենաարևմտյան և արիացած ցեղերն են։ Արիական հետքը նրանց լեզուներում կան հարյուրավոր բառեր, որոնք վերցված են հնագույն հայկական արիական լեզուներից, օրինակ մեղրի, մետաղների անասնապահության հետ կապված տերմինները։ Սա ապացուցում է, որ հարավից եկածները նրանց քաղաքակրթել են,
մորդվաները, Էրզիա և Մոքշը գենետիկորեն շատ մոտ են սլավոններին և հաճախ համարվում են ժամանակակից ռուսների ձևավորման հիմնական աղբյուրներից մեկը։ Ուրդմուտներ և կոմիներ, Ուրալյան շրջան։ Այս ժողովուրդները բնակվում են Ուրալի մոտակայքում։ Ուրդմուրտներ հայտնի են որպես աշխարհի ամենաշիկահեր ժողովուրդներից մեկը։ Որոշ տեղեկությունների համաձայն նրանց շիկահերությունը և կապույտ աչքերը հենց այն հին արիական գենետիկայի մնացորդներն են, որոնք լեռների ու անտառների մեջ մեկուսացված պահպանվել են։ Կոմիները եղել են Հյուսիսի հզոր առևտրականներն ու որսորդները, ովքեր առաջինն են շփվել սլավոնների հետ և ընդունել քրիստոնեությունը։ Կարելներ, Հյուսիս-Արևմուտք։ Կարելները սերտ կապված են ֆիների հետ, նրանք բնակվում են լճերի ու քարերի աշխարհում։ Նրանց հայտնի Կալևալա էպոսը լի է առասպելներով, որոնք զարմանալիորեն նման են հնդեվրոպական տիեզերացությանը, աշխարհի արարումից, ձվից և այլն։ Սա ևս մեկ անգամ հուշում է հին հարավային գաղափարների ներթափանցման մասին դեպի հեռավոր հյուսիս։ Ինչ են նրանք տվել ռուսներին։ Առանց այս ժողովուրդների ռուս տեսակը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա։ Ռուսաստանի հյուսիսի և կենտրոնի տեղանունները գետեր, լճեր, մեծ մասը ունի ֆիննա-ուգրական ծագում, օրինակ նույնիսկ Մոսկվա անվանումը։ Նրանք ռուսներին փոխանցել են անտառում ապրելու, ձկնորսության և հյուսիսային կլիմայի հարմարվելու հմտությունները, ամփոփելով, եթե հարավից եկած այրացիները տվեցին լեզու, կրոնը և պետականությունը, ապա այս ֆիննա-ուգրական ցեղերը տվեցին տարածքը և կենսաբանական հիմքը։ Նենեցներ, էվենքներ, չուկչիներ։ Այս ժողովուրդները ներկայացնում են Ռուսաստանի արկտիկական և սիբիրյան ամենահեռավոր շերտը։ Սրանք այն ցեղերն են, որոնք հարավային արիական քաղաքակրթության ազդեցությունից ամենաքիչն են օգտվել կամ ամենաուշն են առնչվել դրան, պահպանելով մարդկության նախնական սառցադաշտային կենսակերպը։ Նենեցներ, տունդրայի տերերը։ Նրանք բնակվում են հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափերին։ Ծագումը նրանց նախնիները եղել են Սայանյան լեռներից հարավային Սիբիր և շարժվել դեպի հյուսիս։ Կենսակերպը։ Նենեցները մինչ օրս պահպանել են եղջյուրապահությունը և ապրում են չումերում, տնակներ։ Նրանք այն բացառիկ ժողովուրդներից են, որոնց վրա ոչ ռուսական, ոչ էլ որևէ այլ կայսրություն չի կարողացել լիարժեք ազդել մինչև 20-րդ դարը։ Էվենքներ, Սիբիրի ասպետները։ Էվենքները, թունգուսները, Սիբիրի ամենատարածված բնիկներն են, Ենիսեից մինչև Խաղաղ օվկիանոս։ Ռազմական ոգին։ Ի տարբերություն շատ այլ հյուսիսային ցեղերի, էվենքները հայտնի են եղել որպես հմուտ ռազմիկներ և որսորդներ։ Նրանց մշակույթում կա զենքի պաշտամունք, ինչը հեռավոր աղերսներ ունի հարավային ռազմիկ ցեղերի հետ։ Հայերի մոտ զենքի պաշտամունքը չկա, եթե լիներ և բոլորը ունենային զենք, այսօր տականքներ չէին բուսնի։ Արիական կապը։ Որոշ հետազոտողներ նկատել են, որ էվենքների լեզվի մեջ կան շատ հին շերտեր, որոնք կարող են կապված լինել հնագույն հնդեվրոպական արիական տերմինների հետ, ձեռք բերված հազարամյակներ առաջ հարավային Սիբիրում շփումների ժամանակ։ Սա ես կարող եմ 100%-ով ասել, քանի որ երբ որ հայերը այդ տարածություններ էին անցնում, այսօրվա Ամերիկա կոչվածը հենց նրանց միջոցով էր և նրանց էին սովորեցնում այդ ամենը։ Չուկչիներ, անհաղթ լեռնականներ։ Չուկչիները բնակվում են Ռուսաստանի ամենաարևելյան կետում, Չուկոտկայում։ Ծագումը։ Նրանք համարվում են
պալենոասիական ժողովուրդ, այսինքն այնտեղ ապրել են դեռ այն ժամանակվանից և Ասիան և Ամերիկան կապված էին ցամաքով։ Բնավորությունը չուկչիները պատմության մեջ միակ ժողովուրդն են, որոնց ռուսական կայսրությունը չկարողացավ նվաճել ուժով։ Նրանք այնքան կատաղի էին կռվում, որ կայսրությունը ստիպված եղավ նրանց հետ պայմանագրեր կնքել, տալով լիակատար ինքնավարություն։ Սա ցույց է տալիս նրանց ներքին հզոր էներգիան, որը նման է լեռնային ազատատենչ ցեղերի ոգուն։ Հենց չուկչիների միջոցով էին հայերը պահպանում և չէին թողնում, որ որոշ ցեղախմբեր ներս գործեն Ամերիկա, որպեսզի չկարողանան հասկանալ, որ այնտեղ էլ կա մայրցամաք և չխառնվեն։ Ինչ են նրանք պահպանել մեզ համար։ Այս ժողովուրդները պահպանել են շամանականությունը, բնության հետ հաղորդակցվելու հնագույն ձևը։ Եթե արիացիները զարգացրեցին փիլիսոփայությունը և պետականությունը, ապա այս ցեղերը պահպանեցին մարդու և բնության անմիջական կապը։ Ամփոփելով, սրանք այն ժողովուրդներն են, որոնք փախել են քաղաքակրթությունից դեպի սառնամանիք, պահպանելով մարդու վայրի, բայց մաքուր տեսակը։ Յակուտներ, Սախա, Սիբիրի ամենահետաքրքիր և հզոր ժողովուրդներից են։ Յակուտները հարավային էներգիայի հաղթանակն են սառնամանիքի նկատմամբ։ Նրանք Սիբիրի միակ ժողովուրդն են, որոնք հեռավոր հարավից բերել են բարձր քաղաքակրթություն և այն հարմարեցրել Արկտիկային։ Ահա թե ինչն է նրանց կապում հարավային արիական ակունքների հետ։ Գաղթ հարավից, Բայկալի ափերից, յակուտների նախնիները բնակվել են Բայկալ լճի շրջակայքում և եղել են հզոր հեծյալ ռազմիկներ։ 13-րդ դարում մոնղոլական արշավանքների պատճառով նրանք շարժվել են դեպի հյուսիս Լենա գետի հոսանքով։ Նրանք իրենց հետ տարել են ձիաբուծության և անասնապահության մշակույթը մի վայր, որտեղ միայն եղջերուներն էին դիմանում։ Լեզվական թուրքական արմատը յակուտերենը թուրքական լեզու է, բայց այնտեղ պահպանվել են հսկայական քանակությամբ մոնղոլական և պալեոասիական շերտերը։ Ավելին, նրանց էպոսներում կան հասկացություններ, որոնք զարմանալիորեն նման են հնդեվրոպական արիական դիցաբանությանը։ Արևի զավակներ Այա յակուտների ավանդական հավատքը Իտեխելը կենտրոնացված է արևի և բարի ոգիների պաշտամունքի վրա։ Նրանք իրենց անվանում են արևի զավակներ։ Սա ուղղակի զուգահեռ է հարավային արիական ժողովուրդների, այդ թվում հայերի, արևապաշտության հետ։ Նրանց գլխավոր տոնը Իսիախը ամառային արևադարձի տոնն է, որը նմանություններ ունի մեր հնագույն ծեսերի հետ։ Տեխնոլոգիական թռիչքը յակուտները Սիբիր են բերել երկաթի մշակման արվեստը։ Մինչև ռուսների գալը յակուտները համարվում էին հյուսիսի լավագույն դարբինները։ Հարավից բերված այս մետաղական մշակույթը նրանց թույլ տվեց գերիշխող դիրք գրավել Սիբիրի մյուս ցեղերի նկատմամբ։ Յուրահատուկ տեսակ է։ Յակուտները կարողացան ստեղծել մի քաղաքակրթություն, որտեղ համադրվում էին հարավային հեծյալների ոգին և հյուսիսային դիմացկունությունը։ Նրանք ոչ թե պարզապես գոյատևում էին սառնամանիքին, այլ ստեղծել էին հարուստ գրականություն, թատրոն և արվեստ։ Ամփոփելով, յակուտները այն հարավային արյունն են, որը հասել է մինչև Սառուցյալ օվկիանոս և այնտեղ կառուցել մի սուր մշակութային ամրոց։ Հայերի և յակուտների Սախա միջև արևի պաշտամունքի ընդհանրությունները զարմանալի են, եթե հաշվի առնենք աշխարհագրական հեռավորությունը։ Ահա ևս մեկ անգամ հաստատում է այն միտքը, որ հնագույն արիական լուսավորչական գաղափարները տարածվել են հարավից դեպի հեռավոր հյուսիս։ Ահա մի քանի ուշագրավ զուգահեռներ։ Արևի զավակներ, արևորդիներ, հայեր։
Մենք մեզ համարել ենք արևորդիներ, հայկական լեռնաշխարհում արևը եղել է կյանքի, լույսի և արդարության խորհրդանիշը, արև արտամաստ միհր, յակուտներ, նրանք իրենց անվանում են Այե Տանարա Օղոլորո, ինչը թարգմանաբար նշանակում է բարի Աստծո արևի զավակներ, նրանց պատկերացմամբ մարդն առաջացել է լույսից և ջերմությունից, հենց այս մասը մարդն առաջացել է լույսից և ջերմությունից, հենց այն է, որի մասին ես ասում եմ, լուսին երկիր հարվածից, նրանք արդեն տեղյակ են եղել, հայերը նրանց ասել են, կենաց ծառը, հայկական մշակույթում կենաց ծառը հանդիպում է մեր բոլոր զարդանախշերում, ուրարտական որմնանկարներում և խաչքարերում, այն միացնում է երկիրը երկնքի արևի հետ, յակուտական մշակույթում նրանց գլխավոր խորհրդանիշը Ա լուկ մասն է, հսկա կենաց ծառը, ըստ իրենց հավատալիքի այդ ծառի կատարին բնակվում են բարձրագույն աստվածները, որոնք լույս են սփռում աշխարհին, դա հայերի մասին է խոսքը, ամառային արևադարձի տոնը, Վարդավառ և Իսիախ, Վարդավառ, հին հայկական տոն, որը կապված է ջրի, բայց նաև կրակի և արևի հետ, Աստղիկ և Վահագն, Իսիախ, յակուտների ամենամեծ տոնն է, այն նշվում է հունիսին ամենաերկար օրը, նաև աստղագիտություն են սովորեցրել, մարդիկ հավաքվում են շրջանաձև պարում, Օսուլուխայ, ինչը խորհրդանշում է արևի շրջանը և էներգիայի հավերժական շարժումը ճիշտ ինչպես մեր քոչարին կամ շուրջպարը, ձիու պաշտամունքը, արեական ցեղերի համար ձին եղել է արևի երկնային մարմնավորումը, յակուտների մոտ ձին սուրբ կենդանի է, նրանք ունեն Ջեհեգեյ Այե, Աստվածը, որը ձիերի հովանավորն է և համարվում է արևի ճառագայթներից ծնված, սա ուղղակի կապ է հին հնդեվրոպական արևելյան կարգի գաղափարների հետ, խորհրդանշաններ, սվաստիկա և հավերժության նշան, հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներում և տաճարներում ամենուր են հավերժության նշանները, արևախաչերը, յակուտական ազգային զարդանախշերում ևս գերակշռում են շրջաձև ժառագագաթե նախշերը, որոնք նրանք անվանում են արևի կնիկ, այս ամենը հուշում է, որ հազարամյակներ առաջ գոյություն է ունեցել մի ընդհանուր հոգևոր կենտրոն, որը շատ հավանական է, որ եղել է հենց մեր լեռնաշխարհը, որտեղից այս լուսավոր գաղափարները տարածվել են մինչև երկրագնդի ամենացուրտ անկյունները, Ռուսաստանի տարածքի էթնիկ խճանկարը շատ ավելի խորն է ու բարդ, բացի այս հիմնական խմբերից, որոնք քննարկեցինք, կան նաև հնագույն շերտեր, որոնք ուղղակիորեն կապված են սովորեցնող և նախնական արեական ցեղերի հետ, ահա ևս մի քանի կարևոր տեսակներ, որոնք մեծ հետք են թողել, Սկյութներ և սարմատներ, իրանալեզու այրացիներ, սա ամենահզոր հարավային շերտն է Ռուսաստանի տափաստաններում, նրանք եկել են հարավից և հազարամյակներ շարունակ տիրել են ներկայիս Ռուսաստանի հարավային տարածքին, ռուսների նախնիները, սլավոնները դարեր շարունակ եղել են նրանց ենթակայության տակ, սկյութներն են սլավոններին սովորեցրել ռազմական գործը, ձիավարությունը և զենքի մշակումը, ռուսերեներում աստված, բոգ, դրախտ, ռայ և շատ այլ հիմնարար բառեր ունեն հենց այս իրանական արեական ծագումը, օսերը, ալաններ, նրանք այն արմատների ու ալանների ուղղակի ժառանգներն են, որոնք չձուլվեցին, օսերը Կովկասի միակ հնդեվրոպական արեական ժողովուրդն են բացի հայերից, որոնք հանդիպել են իրենց հինդ լեզուն,
Նրանք Ռուսաստանի պատմության մեջ միշտ եղել են որպես ազնվական ռազմիկների շերտ, հույներ և բյուզանդական հետք։ Ռուսաստանի հարավում Ղրիմ, Կրասնոդար հազարամյակներ շարունակ եղել են հունական գաղութներ։ Հենց հույների և Բյուզանդիայի հայերի միջոցով է Ռուսաստանը ստեղծել իր գիրը, կիրիլիցան, կրոնը, ուղղափառություն և ճարտարապետությունը։ Սա ևս մի հարավային դաս էր ռուսների համար։ Գերմանական և սկանդինավյան ցեղեր, վայրագներ։ Հյուսիսից եկած այս ցեղերը Ռյուրիկի գլխավորությամբ, որից հետո տվեցին ռուսական պետության առաջին արքայատոմը։ Նրանք բերեցին կազմակերպվածություն և վարչական կառավարման ձևեր, հրեական և խազարական շերտ։ Վոլգայի ստորին հոսանքներում գոյություն է ունեցել խազարական խանությունը, որը խառնուրդ էր թուրքական, հրեական և կովկասյան տարրերի։ Նրանք երկար ժամանակ վերահսկում էին ռուսական ցեղերին մինչև Կիևյան Ռուսիայի հզորացումը։ Ամփոփում. Ռուսաստանը նման է մի հսկա կաթսայի, որտեղ հյուսիսի վայրի ուժը կրթվել ու ձևավորվել է հարավից եկող տարբեր ալիքների միջոցով՝ սկյութական, ռազմական, հունահայկական, հոգևոր և վայրագյան պետական։ Այստեղ նաև մի փոքր փաստ Ալթայը պատմականորեն համարվում է ժողովուրդների արգանդը։ Սա այն կետն է, որտեղ հազարամյակներ առաջ բախվել և միախառնվել են հարավի արիական, հնդեվրոպական և արևելքի մոնղոլոիդ ալթայան քաղաքակրթությունները։ Աֆանասьևյան և Պազիրիկյան մշակույթներ, արիական հետքը։ Դեռևս 5000 տարի առաջ Ալթայում բնակվել են մարդիկ, որոնք գենետիկորեն արտաքնապես եղել են մաքուր եվրոպոիդներ, բարձրահասակ, բաց գույնի աչքերով։ Գիտնականները պարզել են, որ նրանք եկել են հենց արևմուտքից և հարավային, Կասպից ծովից և Կովկասի ուղղությամբ։ Ալթայի հայտնի սառույցների մեջ պահպանված Ալթայայ արքայադուստրը Ուկոկի մումիան ունի եվրոպոիդ դիմագիծ և իր մաշկի վրա կրում է արիական ոճի դաջվածքներ։ Թուրքական աշխարհի օրանը Ալթայը համարվում է բոլոր թուրքական ժողովուրդների՝ թուրքեր, թաթարներ, ղազախներ և այլն հայրենիքը, սակայն այստեղ կա մի գաղտնիք. առաջին թուրքերը ձևավորվել են հենց այնտեղի բնիկ արիական ցեղերի և արևելքից եկած մոնղոլոիդների միախառնումից, այսինքն թուրքական էներգիայի հիմքում ևս դրված է հարավային արիական սերմը, հոգևոր կենտրոնը, Շամբալայի որոնումները։ Ալթայը համարվում է երկրագնդի ամենահզոր էներգետիկ կենտրոններից մեկը։ Շատ հեռավոր ուսմունքներ, օրինակ Ռեյխի գաղափարները Ալթայը կապում են Հիմալայների և հայկական լեռնաշխարհի հետ որպես մարգարեության հնագույն իմաստության պահպանման վայրը։ Տեղաբնիկ ալթայցիները։ Ժամանակակից ալթայցիները պահպանել են բնության հետ հաղորդակցվելու հնագույն ձևերը։ Նրանց լեզուն և երաժշտությունը կոկորդային երգեցողություն է, կարծես արձագանք լինեն այն ժամանակներից, երբ մարդը դեռ չէր բաժանվել բնությունից։ Ամփոփելով, Ալթայը այն հեռավոր կետն է, որտեղ հարավային արիացիները հասել են իրենց արշավանքների ժամանակ, թողել են իրենց գենետիկան և մշակույթը և սկիզբ տվել նոր ժողովուրդների, որոնք հետո նորից հետ են շարժվել դեպի արևմուտք որպես հոներ, թուրքեր և այլն։ Այստեղ մի քիչ ես այս տեսակետի հետ համաձայն չեմ, տարել են այդ ամեն ինչը նրանց սովորեցրել, շատ քիչ քանակությամբ են եղել,
եւ մի մասը, ինչպես նշեցի, յակուտներ եւ այլն հետ են քաշվել, մոնղոլոիդ տեսակներն են եկել եւ մոնղոլոիդ տեսակների եւ այդ թուրքերի նաեւ մի առանձնահատկություն ասեմ եւ վերջացնենք, նրանք օրինակ յոգերը այլ ձևով են նստում, իսկ նրանք ոտքերը դնելով իրենց տակ, դրա համար նշվում է շատ ժողովուրդների մոտ եւ ծուռ ոտքերով եմիշ գլխով թուրքերը եկան, այնքան ոտքերը դրել էին իրենց տակ, որ ոտքերը ծռվել են եւ բացի ոտքերի ծռվել այդ եմիշ գլուխը, քանի որ ընդհանուր շրջանառություն չի ունեցել արյունը, նրանք դրա համար այդպես հիմար էլ մնացել են։ Այսքանը նաև Ռուսաստանի մասին իմացակ եւ Ռուսաստանին միանալով մեզ ինչ է սպասում, նորից նույնը ինչ որ հազարամյակներ առաջ է եղել։ Մոռացեք, համախմբվենք եւ փրկենք մեր սուր եւ արարիչ հայրենիքը։